Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի հրազդանցիներ, սիրելի ժողովուրդ։ Շնորհակալություն ենք հայտնում, որ եկել եք չնայած այս եղանակային պայմաններին, եկել եք մեր հրազդանում տարածքային գրասենյակի բացմանը։ Սա շատ ուրախոր է մեզ համար, որովհետև մենք այսպես նաև ներկայացված ենք լինելու հրազդանում եւ այստեղ լինելը մեզ հնարավորություն կտա մարդկանց մեջ լինել, հասկանալ նրանց խնդիրները եւ ճիշտ ձևակերպել նաեւ մեր նպատակներն ու խնդիրները։ Գիտեք, հրազդանի հետ կապված ես շատ հետաքրքիր մանկության հիշողություններ ունեմ, որ կուզենայի ձեզ հետ կիսվել։ Իմ մայրը Գայանեն մանկավարժ է եղել ամբողջ կյանքում, հայրս Հակոբը հիշում եմ ավտոբուս էր վարում մի շրջան եւ հիշում եմ նրա ընկերներից անդադ մեր տուն որ գալիս էին, նաև հրազդանում էին աշխատում, հրազդան մաշում եւ ավտոբուսով մարդկանց այնքան շատ էին աշխատողները, տասնյակ հազարավոր, որ մարդկանց անգամ Երևանից ավտոբուսներով տեղափոխում էին հրազդան, գնացքներով անգամ, ու հետո հրազդանից տեղափոխում էին Երևան։ Ուրեմն հիշում եմ ընկերներից մեկը աշխատում էր հրազդան շինտրեստում, ասում էին, այս հրազդանի շենքերը որ կառուցել են, մեկ ամսում մի շենք էին կանգնացնում ոտքի, պատկերացնում եք, այդ պատմությունները ինչ մի շատ հիացրել են։ Մեկ ամսում ինչպես է հնարավոր, միշտ փոքր ժամանակ մտածում էի, որովհետև երբ գալիս էր հայրս հրազդան, խնդրում էի հետը բերում էր, հիմա որ այս շենքերը տեսնում եմ, մեկ ամսում ինչպես կարելի է շենք ոտքի կանգնացնել։ Բայց փաստորեն հնարավոր է եղել։ Այդտեղից ինձ համար երկու մեծ հետևություն եմ արել միշտ։ Նախ ունենալով հիացմունք մեր ժողովրդի նկատմամբ, որովհետև մենք եղել ենք միավորված, որովհետև մենք գործել ենք հանուն մեկ նպատակի։ Եվ ամենակարևորներից դա հնարավոր է եղել, որովհետև գործը արել են մասնագետները, գործի գլխին կանգնած են եղել մասնագետները։ Եվ սա կարծում եմ շատ կարևոր է ու սա ցույց է տալիս մեր ժողովրդի ուժը, որ մենք եթե ուզում ենք իրար լրացնելով ամեն ինչ կարողանում ենք անել։ Ու մարդիկ աշխատում էին հանուն նպատակի։ Մարդը հստակ գիտեր, որ այն տունը, որ ինքը կառուցում է, հետո գալու են իրենք ապրեն այդ տանը, իրենց թոռներն են ապրելու այդտեղ։ Ինձ օրինակ մանկությունից սովորեցրել են մի շատ կարևոր բան, որ մենք պետք է աշխատենք հանունի համար։ Մենք պետք է աշխատենք միավորված ու մենք պետք է աշխատենք իրար լրացնելով։ Մեզ մոտ այդ դեպքում ամեն ինչ կստացվի։ Ես ուզում եմ շատ վստահությամբ ու հավատով ասել եւ ինձ համար ամեն անգամ երբ գալիս եմ հրազդան, հենց այդ մանկության հուշերն են միշտ արթնացնում իմ մեջ։ Իսկ մենք այսօր այստեղ հավաքվել ենք միասնության թևեր նախաձեռնության գրասենյակը բացելու առիթով։ Մեր նպատակն է միավորված գործել, որպեսզի մենք կարողանանք մեր երկիրը տանել առաջ եւ մեր արժեվ ծառացած խնդիրները կարողանանք միահամուռ բոլորով լուծել։ Մենք պետք է այնպես անենք, որ երիտասարդները չթողնեն գնան, որ երիտասարդները իրենց ապագան տեսնեն մեր երկրում, որպեսզի երիտասարդները իրենց երեխաների, սերունդների ապագան տեսնեն մեր երկրում։ Դրա համար մենք շատ կարևոր ծրագրեր ենք մշակել, որ դրանք ավելի մանրամասն կներկայացնենք, բայց ես մի քանիսը ուզում եմ նշել։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետության պետական բուհերում քաղաքացիների համար կրթությունը պետք է լինի անվճար։ Սա շատ կարևոր է։ Մենք արել ենք մասնագիտական հաշվարկներ եւ դա հնարավոր է։ Իսկ եթե դա հնարավոր է, մենք պետք է անենք։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում առողջապահությունը, բուժօգնությունը պետք է լինի ոչ թե ապահովագրությամբ, որ մարդը լրացուցիչ իր գրպանից էլ վճարանի, այլ պետք է լինի համընդհանուր անվճար։ Իհարկե, որպես հնարավորություն, եթե մարդը ուզում է մասնավոր ծառայություններից օգտվել, կարող է։ Բայց առողջապահական ծառայությունները պետք է անվճար լինեն։ Ինչու՞ տրամաբանությունը որն է։ Մենք ժողովուրդ ջան, մեր երկրում պետք է փոխվի ամբողջությամբ մարդու նկատմամբ վերաբերմունքի տրամաբանությունը։ Եթե մենք չունեցանք առողջ մարդիկ մեր երկրում, թե ֆիզիկապես, թե հոգեպես, մենք չենք ունենալու առողջ պետություն, մենք չենք կարողանալու առաջ տանել մեր պետությունը այնպես ինչպես պետք է։ Դրա համար չափազանց կարևոր է, որպեսզի մենք տիրություն անենք մեր մարդուն, առաջնահերթ։ Այո, մարդը աշխատում է մեր երկրում, հարկ է վճարում, պահում է այս երկիրը եւ նա ունի իրավունք պահանջելու մեր պետությունից, որ նրա պետությունը ամեն ինչ անի նրա բարեկեցության համար։ Սա շատ կարևոր է։ Մենք կարևոր ծրագրեր ունենք գյուղատնտեսության բնագավառի համար։ Մենք հիմա շատ ենք այցելում գյուղեր, մեր երկիրը պահողը հենասյուներից է գյուղացին, գյուղը։ Մենք պետք է անպայման լուծենք առաջնահերթ խնդիրներ, ոչ միայն ջրի, ոչ միայն հողի մշակման հարցեր։ Ցավոք սրտի մենք ունենք հողեր, որոնք տարիներով անմշակ են եւ այդպես էլ անորակ մնում է ցավոք սրտի ավելի մեծ խնդիրներ ունենալով։
Բայց մենք մեր այցերը գյուղեր հստակ ցույց է տալիս, թույլ է տվել մեզ մշակել մի քանի կարևոր ծրագրեր։ Նախ առաջինը պետության վրա պետք է լինի գյուղմթերքի իրացման շուկաները մարդկանց համար երաշխավորելու հարցը։ Գյուղացին չպետք է տանջվի, չարչարվի, մշակում է հողը, հələ մի հատ էլ հետը գնա իրացման շուկաներ փորձի գտնել, չեղավ ռիսկն էլ ինքն է կրում անգամ։ Մի հատ էլ մունաթիտակ է ընկնում, մի հատ էլ չի կարողանում ծախսերի հատուցում ստանալ, հետո էլ այդ մարդը ընկնում է այս պետական մարմնի դուռը, այն մի պետական մարմնի դուռը, մարդուն սարքում են բողոքական եւ հետո էլ անուն են կպցնում, խնդիրները չեն թողում որպեսի լուծվի։ Պարտադիր պետք է պետությունը երաշխավորի նվազագույն գներ գյուղմթերքի եւ ինքը այո պետք է ապահովի դրա պակասի լրացումը, որը հնարավորություն կտա մարդուն ունենալ կանխատեսելիություն։ Սրանով հանդերձ մենք պետք է ունենանք գիտելիքահեն, գիտահեն տնտեսություն։ Գյուղացին նույնպես պետք է այդ հնարավորություն ունենա։ Ոչ թե մենք պետք է ապավինենք մեր պապական մեթոդներին, ինչը կարևոր է, բայց մենք պետք է գիտականորեն հիմնավորված աշխատենք բոլորը, որպեսզի իսկապես կարողանանք արդյունք ստանալ։ Մի քանի մենք իհարկե խոշոր այլ ծրագրեր ունենք, մասնավորապես սոցիալական ծրագրերի հետ կապված, մեր ավակ սերնդի հետ կապված, այդ թոշակ հասկացությունը, որը տպավորություն է, ոնց որ ողորմություն լինի, որ տալիս են անընդհատ քաղաքական ուժերը, ինչ որ գալիս են մարդկանց խոսք են տալի 10 դրամ կբարձրացնեմ, 5 դրամ կբարձրացնեմ եւ այլն, ու անընդհատ տպավորություն է, սակարկություններ են անում։ Ժողովուրդ ջան, այդպես չպիտի լինի։ Մարդը ավակ սերունդը, ավակ մեր սերունդը, ով վաստակ ունի, ով իր տարիները տվել է այս պետությանը, երիտասարդությունը ինքը իրավունք ունի արժանապատիվ վայելելու այն տարիները, որը գալու են իր կենսաթոշակային տարիքից հետո, բայց մենք դա արդեն կոչելու ենք բոլորովին այլ կերպ։ Մարդը պետք է հասանելիություն ունենա բոլոր ծառայություններին, հենց նրանով պայմանավորված, որ արդեն իր վաստակով հնարավորություն է ստացել կամ վաստակել է այդ իրավունքը պետության կողմից նման վերաբերմունքի։ Գիտեք, ես ուզում եմ նաև հստակ մեկ բան ասել, ժողովուրդ ջան, մենք պետք է հույսներս դնենք մեր վրա։ Սխալ է այն տրամաբանությունը միշտ եղել, որ մենք ինչ-որ տեղեր հովանավորներ ենք փնտրում։ Դա ճիշտ չէ։ Ինչ որ մի հովանավոր մեզ անընդհատ իր շահերի համար զոհաբերելու է։ Մենք պետք է ունենանք մեր վրա հույսներս դնենք, մենք մեզ առաջ տանենք։ Է որ ասում է եղունգ ունես գլուխդ քորի։ Մենք պետք է եւ ուրիշին էլ անուն մի կպցրու։ Մենք պետք է հասկանանք, որ ամեն մի պետություն, ամեն մեկը ունի իր շահերը, իր հարցերը, բայց մենք պետք է հասկանանք ժողովուրդ ջան, որոնք են մեր շահերը, որոնք են մեր համար անհրաժեշտ խնդիրները, որ պետք է մենք լուծենք։ Դրա համար ենք մենք ղեկավարվում ենք միայն դրանով։ Մեր երկիրը, մեր Հայաստանը, ամբողջ հայ ժողովրդով։ Հրը տեսեք մենք ինչքան աշխարհով ունենք սփյուռք, որոնք հզոր մարդիկ են։ Մենք նրանց հետ միասին պետք է աշխատենք այդ ուղղությամբ, միավորված։ Դրա համար է ժողովուրդ ջան, որ մենք մեր սփյուռքի հետ կապված էլ ունենք նաև ասելիքներ, որ մենք իրականում պետք է վերացնենք այդ բարեգործություն ասվածը, որքան էլ որ մեծագույն հարգանքով մեր սփյուռքահայերի նկատմամբ չկա, մեզ չպետք է նայենք, մենք իրար չպետք է նայենք որպես տիրություն անող պատրոնաժ եւ այլն։ Պետք է լինենք գործընկերներ, պետք է շատ ներդրումներ լինեն Հայաստանում, այո, եւ մեր սփյուռքահայերը պետք է գան Հայաստան, ներդրումներ անեն, իրենց եկամուտը ստանան, բայց դրանից բացի նաև պետք է նպաստենք բոլորով մեր երկրի զարգացմանը։ Մենք մեզ բոլորով ոտքի կանգնացնենք։ Մենք ունենք այդ հնարավորությունը։ Ես քիչ առաջ որ օրինակը բերում էի Հրազդանում այս շենքերի կառուցման, սա դասական օրինակ է ինչպես կարող ենք մենք բոլորով իրար կպնելով, կոմակ անելով, ամեն մեկս մի բան անելով, պատասխանատու լինելով մեր կարողանանք մեր առաջ խնդիրը լուծել, բայց ոչ թե որ փորենք մեր անցյալը, ով է մեղավոր, իրարից բամբասենք եւ այլն, ոչ, այլ բոլորով գնանք առաջ հանուն մեր ապագայի։ Մենք պետք է կառուցենք խելացի պետություն։ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի պաշտոնյաների բացառիկ բարեվարկություն։ Որևէ մեկը իրավունք չունի մեր երկրում ապօրինություններ անել, սա շատ կարևոր նշանակություն ունի։ Եվ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել եւս մեկ անգամ, որ դուք այստեղ էիք, եկել էիք եւ մեզ համար կարևոր է նաեւ որպեսի մենք կարողանանք միասնաբար գործել։